Փաշինյանն ու Կարապետյանները միմյանց արդեն բոմժ են անվանում։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Վատ, սա խոսում է, որ քաղաքական դաշտում քաղաքական դիսկուրս չի ծավալվում։ Իրականում խոսույթ չկա։ Տպավորություն է, որ քաղաքական թեմա այնքան չկա, որ արդեն անցել են անձնական դաշտ։ Մեկը մեկին կեպկայով, գլխարկով տղա, դու մի վախեցի, սպառնալիքները ինչ որ բան են անում, մեկը մյուսին ասում է, դե քեզ կուն է զրկեմ, մինչև տարվա վեր։ Հասկանում եք, տխմար դիսկուրս է, իրականում զզվանք արգահատելի է շատ։ Հասարակ քաղաքացին նայում է, իրոք զզվում է, որովհետև հասկանում եք, թեմա չկա։ Իրականում հիմա այս քաղաքական այս նախաշեմին, երբ որ արդեն ընտրություններին բան չի մնացել, հիմա եթե անգամ ողջ առողջ դիսկուրս լիներ, գոնե պետք է քննարկման լուրջ առարկայական թեմաներ լիներ, որի շուրջ լիներ բանավեճ, քննարկումներ, հագասություններ, բայց հասկանում ես, որ այստեղ խոսք անգամ չի գնում կոռուպցիան մասին, հասարակ դա արդեն դաստիարակության հարց է առաջանում, դե մարդիկ ոնց են դաստիարակվել, որ հասարակության աչքի առաջ նման կերպ են շփվում է։ Կամ այդ ինչ նոր ձևաչափ է, հա, մեդիայով, Facebook-յան հարթակով ժամը 1-ը մեկին վրա նեղ աղ նետի կամ չգիտեմ ինչ որ բառային ինչ որ բաներ, հա, ասես պրիդիրկաներ անի, նամյոկներ անի, ուպրյոկներ անի, այս ամոթ է, իրոք ամոթ է։ Ու այս մարդիկ ակնկալում են, որ ժողովուրդը պետք է իրենցից մեկին ձայն տա։ Ես ավելի քան վստահ եմ, որ երկուսի ռեյտինգը սրանով իջնում է։ Յուրաքանչյուր կողմի ռեյտինգը իջնում է։ Այսինքն, հա, գիտակից քաղաքացին նայում է քաղաքական դիսկուրս, քաղաքական խոսակցություն չկա, այլ կա անձնական վիրավորանքներ, ով ում ավելի շատ կան պատվի, ով ավելի ուժեղ տղա է խոսքի լեզվի միջոցով։ Թող ժողովուրդը որոշի։ Այ հենց գիտեք, ընտրությունների հենց նաև լավ առիթ է, հենց մարդկանց աչքերը թող բացվեն, տեսնեն, թե ով ինչի անտունակ, ով իրականում ինչ մարդ է իր տեսակով, իր դաստիարակությամբ, իր վարք ու բարկով։